Զբաղվում եմ ես 15-20 տարի է, սիրում եմ էլի այս թռչունները, միշտ սիրել եմ փոքրուց։ Հիմնականը դեկորատիվ թռչուններ եմ պահում, տարբեր տեղերից այտենց ներմուծում եմ, բերում եմ, հանում եմ։ Ֆազաներ, սիրամարգեր էլի, մանդարինկա բադերի տեսականի, այտենց ասեմ, կարապներ, բայց սևը, ռեդկի բաներ, էլի, ասենք ինչը որ կա, ռեդկի հիմնականը։ Ռեդկի այտենց թռչուններ եմ պահում։ Զբաղվում եմ, սիրում եմ, չգիտեմ, առանց սրա չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ճիշտ է, մանկուց սիրել եմ թռչուններ, բայց այն վաղտները ճիշտն ասած sense բաները զարգացած չէր։ Չկար էլի հազվագույտերը, տենց ոնց որ ասած, հետո սկսեց արդեն Հայաստան մտնել, անընդհատ ասենք տեսա, գնաց եկա, սիրե տենց ու սկսեցի էլի։ Մի զույգ թռչունից սկսեցի դեկորատիվ, բայց հիմա չեմ պահում այդ թռչունը։ Մի 15-20 տեսակի մենակ ֆազան ունեմ, 15-20 տեսակի 2-3 սորտ սիրամարգ ունեմ, ընդեղ սպիտակ կաքավներ ունեմ, կալիֆորնիական լորեր ունեմ, այտենց այլ տատրակներ ունեմ, էլի խառը կա, էլի դեկորատիվ հավեր ունեմ, այս մանդարինկա բադերի կարալինկեքի տարբեր գույներ ունեմ, իսկ դրանք հիմնականը բնության մեջ չկան, մուտացիա արած սորտեր են, գունային մուտացիա է կոչվում, այտենց այս սորտերը բնության մեջ սովորական մանդարինկա, մեկ էլ կարա, պրոստա հիմա այս սեզոն է, որ արդեն փետրափոխի վաղտն է, գույները թափեր է, էլի, թե չէ իրանք շատ սիր ունեն ալնում, էլի։ Ֆազաներ ունեմ, կենթանաբանական այգում չկա, ասենք, դե հիմնականը Ռուսաստանից, Պարսկաստանից բերում եմ, գաժե աղունիկներ եմ բերել, վաբշե շատ հեռվից Ուկրաինայից այտենց չերես Ռուսաստան, դեկորատիվ աղունիկներ են գերմանական, էլի, կարապները ավստրալիական են, ասենք ամեն տեղ չկա, ամեն երկիր, ասենք իրանց բնակչության վայրը Ավստրալիայում է, իրանք շատ համ թանկարժեք են, համ ռեդկի են, ասենք կա Ռուսաստանում, ասենք պահողներ կան, Պարսկաստանում պահողներ կան, բայց ասենք այտենց ձեռք բերել են, էլի ասենք, բայց իրանց հիմնական բնակչության վայրը Ավստրալիայում է, սև կարապները, էլի։ Մեն իրանք միշտ սիրում են ջուր, ջրից դուրս չեն սիրում, անընդհատ թե ամառ, թե ձմեռ, ինչ ձևի ուզում է մինուս լինի, ինչ աստիճանի մինուս լինի, իրանք սիրում են։ Այդ ջուրը, էլի, ջրից չեն կարում, հիմնական ասենք, որ ջրից դուրս են երկար մնում, ոտների խնդիր է ունենում, ասենք թեկուզ ճանապարհ է գալում, ինքը ոտները բռնվում է երկար ժամանակ, որ մնում է, էլի, կապ չունի սպիտակը, թե սևը, իրանք մանով, քաշով ծանր են, էլի։ Իմի 7 կիլո, 8 կիլո գլեն, էլի իրանք, հլը ջայել են, տարի կես կան, 2 տարեկան չկան, հլը, նոր են իրանց իսկական գույները, փետրափոխը, նոր իրանց այդ սևությունը նոր է գալում, փոքրից եմ պահել սրանց։ Սպիտակ կարապներ էլ ունեի, բայց վաճառել եմ, բայց կբերեմ հեսա։ Հիմա պրոստը շոքա, ճամփեն չի դիմանա, մինչև աշուն սպիտակ կարապներս գգա։ 10 հատ ունեի, վաճառեցի գնաց։ Սևերի խաթր։ Ինքը 2 տարեկանից նոր ջուտ է տալու։ Մեսի տղեն է, այս մեկը, էնի աղջիկն է։ Նոր իրանց իսկական գույները գալիս են, սրանք էլ մանդարինկա բադեր են, այտենց սերեբրիստի կարալինկա է, ռեդկի էլի այտենց ռեդկի բաներ են, շատ քիչ պահողներ կան, ով էլ ունի ինձանից է տարել։ Զբաղվում ենք, սիրում ենք, չգիտեմ։ Բնությունը սիրել եմ։ Սիրամարգերը հիմնական այտենց լուրջ խնամ չեն պահանջում։ Հիմնականը ոնց են ասում, ոտների տակը չոր լինի, կողերը փակ լինի, մենակ կողերը, որ սկվազնակ չունենան։ Հիմնականը տենց իրանք, թե չէ մինուսի տակ դիմանում են լուբոյ թռչունը, ստեղ ինչ կա, մինչև -50 ֆազանը դիմանում է։ Իրանց խնդիրը աշուն ու գարուն է, ձմեռ իրանք վաբշե չեն մրսում, եղանակը ռիսկի որ կոդրվում է, ասենց ասեմ, ռիսկի որ կոդրվում է, իրանք միանգամից շոքից սառը խնդիր են ունենում։ Հիմնականը այդ շնչառականի հետ է, այդ է իրանց, ուրիշ ոչ մի բան, շնչառականի հետ հետո գցվա թոքային թռչունի մեջը տենց, այս աշուն մեկ էլ գարուն։ Տելեֆոնով աշունը ծածկում եմ այս դեմը, որ այդ սառնությունը չմտնի մեջը, գիշերը հիմնական գիշերն են, էլի իրանք թառի վրա են մրսում։ Դե ճիշտ է, իրանք վայրի թռչուն են, տարբեր երկրների թռչուն են, էլի, ասենց ասեմ, Չինաստան, Պակիստան, Գիմալանսկի լեռներ, տարբեր տեղերից եկե հասել է ստեղ։ Անդե վայրի բնության մեջ ուրիշ է, ասենք վանդակի մեջ ուրիշ է, էլի։ Հիմնականը այդ է, իրանց խնդիրն է, այդպես լուրջ խնամ չեմ պահում, մեկ էլ իրանց այս զույգավորման գարնան դեմ զույգավորման սեզոնը, որ պետք է փորձ ունենաս, դրա մեջը որ կարողանաս
ճտեր ստանաս, էլի խոսքի մեկից մարդկա 5 հատ է ստանում իզույգից, բայց ես 15 հատ եմ ստանում, էլի։ 15 հատ, 20 հատ ստանում եմ ես։ Ճտերն են խնամք պահանջում։ Հիմնականը իրանց ճտերը, որ փոքր երեխու պես ոնց ասեմ, ծնվում եմ, դի խնամ ես, իրանց այդ 15 օր 20 օրա այդ կարանտինը անցնես, արդեն մունաթից կտրվում են, այն այնտեղ ճտեր կա, ճիշտ է, իմը լրի բնական ձևով է դուրս գալում, սաղ թխսերով է, իմը ինկուբատոր բան չեմ աշխատում, սաղ ես ուճուր հավերից են, սաղ իրանք են հանում, իրանց տակ եմ լցում, էլի, իրանց տակ եմ լցում, այս վայրի հավեր կան, էլի, ֆենիքսներ կան, այդպես ճապոնական հավեր կան, իրանց տակ եմ լցում, հիմնականը ճտերն են, էլի, լուբոյ ցանկացած թռչունի ճուտ, դեմից խնամ կա պահանջում, իրանց լուրջ բայց, թե ջերմության պահով, ջերմությունն է իրանց, որ այդ մի 10 օր 15 օր, որ ապահովում ես իրանց այդ խնամքը, վсё ընդանից հետո արդեն իրանք ինքնուրույն կարում են ապրել։ Իմ ամեն օրվա գործն էս է, ուրիշ բան չունեմ ես անելու, իրանցով զբաղվում եմ, ոչ թե ասենք այտենց ոնց որ ստիպված չէ։ Սիրով եմ ես անում այս ամեն ինչը։ Այս գործը սիրով, ով իր գործի մեջ սիրով զբաղվա, ամեն ինչի կհասնի։ Ես սիրով եմ անում։ 50,000 եմ առել զույգը։ Սրանք հիմա 300,000-ով բե են տվել զույգին։ Նայ, եսի հավնա պահում, բայց հավին ագնոց եմ դրել, որ ուրիշ ճտերը խառնեմ չխփեն։ Դրագապանի ճտեր են իրանք։ Ագնոցը դրել են, որ օրինակ ուրիշ ճուտ եմ բերում գույնով ուրիշ, ինքը խփում սատկսնում է, բայց ինքը չի տենում, էլի։ Հիմա դրա համար եմ դրել, որ չսատկսնա, պա այդ ճտին։ Խափում եմ էլի իրան։ Ուրիշ հավի տակից անում, բերում լցում եմ իր տակ, որ ինքը պա էլի։ Գարունը իրանք մի ամիս, 2 ամիս ածում են ու վերջ, ինչ ասենք 10 հատ, 15 հատ մի եք ածում, վсё, ու սպասում ես այդ 24 օրը, 28 օրը, որ թխսի տակից ճտերը դուրս են գալում։ Այդ պահն է ինձ ասենք ավելի շատ դուրս գալիս։ Հիմնականը հոբի է, բայց ասենք այտենց ձեռի հետ ասենք բիզնես էլ է, էլի այտենց կերա որոշ բաներ իրանով ասենք տեսականի եմ ավելացնում, էլի։ Ասենք իրա ճտերից տալում եմ, ասենք այդ գումարին տեսականի եմ բերում ավելի ուրիշ տեսականի, որ չկա ստեղ։ Այտենց էլ եմ անում, էլի։ Իրանց համ կերի փողն է հանում, համ տեսականի է, համ որ վաղտ ասենք պետք է լինում նվիրատվություն ենք անում։ Բայց ոչ թե բոլորին, էլի նայած մարդու։ Հասցնում եմ վաղտ կալնում է դեպքեր, որ մոռանում եմ։ Օրինակ ելել է դեպք, որ մոռացել եմ ընդեղուց ճուտ է, դե ինքը վայրի թռչուն է, ճուտը ծնվել է հավի տակ, այտենց հա մայրը տեր չի կային այդ բային, այտենց հելեմ մի անգամուց եկեն գել իջ խեղտվել է։ Հա ելել է, այտենց դասենք ձուն, որ մեկի տակ ուշուշուտ եմ դնում, այտենց որ ասում եմ կհիշեմ, մոռանում եմ, բայց ոչ թե սաղ վաղտ էլի։ Ինչքան ուզում է զանգեն, հարցերին պատասխանում եմ, խնդիր չկա, ինչքան ուզում եմ, կարող է այդ բանից զբաղված լինեմ, չվեկալ եմ հեռախոսը, բայց մի ժամ հետո նորից հետ եմ զանգում, ասենք գլնում է, լիքը շատ մարդիկ գլնում է, որ տանում են, թե ձույ է, թե ճուտ է, գլնում է, այդ պահին չեն կարում խելքի բերեն, զանգում են, ասում եմ, որ ինչ կամ դեմից, որ տանում են, ասում եմ, սսկանեք, որ անգարց չսադարունակ ձույ է, մարդիկ տարեր են, դրեր են 24 օր սպասեր են, որ դուս կա, այդ պահը իրանց ասենք հաճելի է, էլի դուրս է գալում ֆազան է, նորություն է իրա, այնքան հավեն պահել չեն իմանում, բայց զանգում են ասում եմ, որ սենց է կամ ասենք տանելուց եմ ասում։ Գալիս են, շատ են գալիս, ամեն օր էլ համարյա մարդ կա, այսօր չէր եկեմ, արդեն էլ դուք եկաք։ Քաղաքից միշտ գալում են, ասենք տարբեր տեղերից, բոլորը ճանաչում են, էլի բոլոր տեղերում, ինձ ասենք գալում են, զանգում են ընկերներ են կամ ասենք ուզում են գան նստեն ստեղ երկու բար խոսանք հանգստանան, չգիտեմ, սա թռչունների մեջ սիրում են, էլի շատ սիրողներ կան, շատ։ Այս դեկորատիվի մեջ շատ սիրողներ կան, էլի։ Իսկ 20 տարի է ես պահում եմ, համարյա մոտ մի 20 տարի պահում եմ։ Ես ոնց հիշում եմ, ումը տվել եմ, չի էլ է ինչ-որ մեկը, որ ես իմանամ էտի տարերա մի 2 տարի կամ մի տարի պահի վերացրել է, չկա տենց բան։ Տարերա ու սկսել է, շարունակել է։ Հա, ոնց են ասում, դարը զարգացել է, տիկտոկյան էջ կա, Վասակ Ստեփանյան, 145,
Այտենց համ Facebook-ում կա, համ TikTok-ում կա, հիմնականը TikTok-ում է ու բացի այդ TikTok-ն էլ չներ, սաղ ճանաչում են տարբեր տեղերից։ Մեկը մյուսով, ասենք ինչ որ մեկի մի բան է, իմ համարը փոխանցվում, այտենց իմ համարը կա, այտենց սաղի մոտը կա, էլի։ Ասենք մեկը որ ուզում է նորություն, ասենք խոսքի ուզում է պահա, նոր սկսա պահել, իմ համարը տալում են, ասում են զանգեք այս մարդուն։ Այս լճակը սկսվել է փոքր բասեյնից աբրատնի ջուրը եկել է ստեղ sense փոքր բան է, բասեյն է դուց ստե, հետո կամած մեծացրել, հետո ձեռով եմ փորել այս ամեն, այս բոլորը մի մետր խորությամբ, հետո պետք էր որ պետք է ավելի խորը փորվեր 3 մետր, այնց ստացվավ տրակտոր բերեցի, բայց մենակ ձեռով մի ամսվա մեջ փորել եմ ես։ 3 մետր խորացրեցի, 3 մետր խորացրեցի, որ ասենք ձուկը, ռակը, էլի սառը ջրին ինքա դե ես ասենք տաք ջրին չի կարում, հա, ինքը ռակը կամ ձուկը հիվանդություն է, էլի առաջանում։ Տաք ջրից ինքը հիվանդություն է գցում։ Ինձ եմ արել, որ ասենք ստեղ սաղը, այնտեղ խորն է, ասենք ձուկը, ռակը ինքը աբրի մեջ է, էլի։ Սազանա, լոքոյա, այտենց կարա, սա կողակա, ասենց մեր համար, էլի։ Ոչ ծախվում է, ոչ էլ է պետք է, նում հանում ենք։ Մաքուր խմելու ջուր է լցվում, ստեղ արտիզանը կա հայաթը, ուրիշ ջուր չի լցվում, ջուրն էլ ինքը տեղ ունի հոսալու, միշտ հոսում է ջուրը։ Հետո բացի հետ էլ այս բույսերը սաղ ինքը ֆիլտրում է ջուրը։ Համ թթվածին է տալում, այնպես չի որ այս բնությունը ստեղծվեր է, այս բույսերը։ Համ թթվածին է տալում, ասենք մի կարա օրերով ջուր չլցվի, բայց ձուկը չսատկի մեջ, ինքը իրանից թթվածինը արտադրում է։ Ես ընձնով եմ այս ամեն ինչը ասենք հասկացել, ոչ մեկ ընձի ոչ մի բան չի սովորացրել, ելել եմ պաղողներ, բայց ես իրանցից անցել եմ, իրանք հիմա չեն արդեն պահում, բայց ես հիմա ինքան տեսականի ունեմ, որ ոչ մեկ չունի, մեկ էլ մի հատ Երևան ընկեր ունեմ, իրա մոտը կա, իրար հետ ենք էլի, ուզում եմ եղնիկ բերեմ 2 հատ, եվրոպական եղնիկը սիրուն է, ընկերներս ունեն, Այն հատված ընդեղ մատ ուջուր տեղ եմ ուզում սարքեմ, ինքը շատ սիրուն է, էլի խալիկներով է սիրուն, խալիկներով է, զուտ տեսականու համար, ուրիշ ոչ մի բան, այն կողը եղնիկ սիրուն, ինքը սենց թրջուները վերջանա ու եղնիկն ընդեղ մանգա։